վարել էլի մարդկանց մեջ է ճրակը վարել, որ իրանք էլ հասկանան, չէ, մենք էլ ենք մասնակից պրոցեսի։ Այո։ Պետք է ես մեծ կարվի անասուն ազգը, անասուն խորը անասուն ազգը, ամեն ինչում ուզում է լինի սեփականատեր և հիմնադիր։ Դրա համար պետք է ասել ախպեր պրոցեսի համահիմնադիրը դու ես, այ քո ձայնը լսվել է։ Արտուրի ասած դա տեխնոլոգիա է, դա պետք է կիրառվի։ Ոչինչ անալ։ Կանել է, մեր գործողություններում մտնում է ջահում, մտնում է։ Պարոսում մեջ մեկը ավտո կվարվի, մեկը խանութ վիճակի։ Հիմա իրանք պետք է կոնտրոլ անեն, չեն կարող 15 ժամ թողեն, որ ավտոները վառվեն, փողոցները փակեն, տղերուկը լարերը քաշեն թափեն գետին։ Չեն կարող է, կոնտրոլից դուրս է նշանակում։ Ուտի ներցնի, որ ոստիկանները ծրված ընդեն, մենք կարենք մտնենք, առավոտելը մեկ էլի մնալու հավումա պրտանեն նուքշը։ Սենց է պաստեր սկսվի, ոստիկանները ծրվեն ընդե, ծրվածան ազգային ժողովի դեմ լնի, ենթադենք ես ու ինքը մնացած է, ենթադենք պաղվածան ժողով հավատվի, այդ չորդին մտենք մեր։ Թու մի 5 հատ տան, մի հատ 5 հատ տան Վաղը մեր ավտոներից փորձ ենք տենանք, որ գրով է, կարը կսերվնել, աշխատում օ թե չէ։ Եթե կարող կարճակ, եթե դինայից ասնեն, այդ տղեկին կարճեն փոխտանք ասեն մեծացրեք, վաղը հարկոտին չի ծակում է, ճղում է։ Արմանն ասում է տղեկը կան, տոշկի կտանում, ես ժամին, ես քանոտի շատ։ Հիմա ճայրներից կարանք, ասենք, ես արարատ է խնգից ասով եմ, ամենքին հարով է պարավիս մտրոտակ տանով, ասել ձեր գործը մի բանը, ճայր գոտեն, տվեք էդ յուղ ավտոբուսների պապակիների 10 ես ես պոպայս, 10 ես ես թե պակ։ Իրանց միջից ասել, որ ովքեր կամ որ տջորնեն, ես էր շպատետվեն ենք, ես խանջանի ներկում մոստը տակերի էլի, որ մուքնա ոչ մի բան չի եղել, Զավից համերկենանը հետևի վաղից շաղատավի հետևից, ինքը կնեմ աղանդար, ես հետևից տակ։ Արսեն այդ մոստերի տակ հրապան։ Հիմնական այդպես տեղերը, եթե մոստերով պագել, հետի կենած մոստի տակ ոչ էլ ակումակրը աշխատելու, ոչ էլ բան արվելու։ Ասպրիկները կամ հետևի նստարանից կտի մեկը թևը հանեց դուրս պրոսն ձևես թապի, կամ նս թեղորի դրանք սպիտակ բանով նակրելով կպցնամերես, Են պարքի համարներ երկու համարին խոսքի ծերկի։ Արդյանը չվախեցով ծավաճեն արկածախն դիք խավը, դի դուզգա են մնացակը, են վախկոտները, են էշերը, հետևից դուսնա։ Հետևից դուս են գալու, վախկոտները, էշերը դուս են գալու, գիրես Եվ որ Նիկոլ Պաշինյանը հրաժարական կա, այդ ժամանակ։ Երեխաներին վթարի չի ընդարկին, եթե տենց նշան ասում եք փաստացի տեսել եք եղել է, բայց նշանով ակցիա չեն անում, եթե մեր մեջ նինդզյա կացես պետք է պատատի գնա ինչ-որ մեկի վիզը կտրի, ինչ ասեմ ժողովուրդ։ Լավ ինչ եք մտածում, ասենք այս սցենարը ամեն անգամ ինքը կրկնում է, ամեն անգամ դատարաններ եւ այլն, ու սա հենց երկարաձգվեց, փաստացի նա երրորդ սրոկին է պատրաստում իր պաշտոնավարման եւ չի էլ թաքցնում։ Հիմա դուք մտածում եք, որ նա այսպեսով փորձում է ստուգել իր քաշը քաղաքական, որպեսզի ձեր հետ գնա բանակցությունների իր հետագա ճակատագրի հետ կապված, թե վերընտրվելու համար, թե վեհափառի տուն գնալու համար, ներողություն, վեհարան գնալու համար իրավիճակ է ստեղծում, որ ամեն մեկը Ես հստակ իմ կարծիքի եւ իմ վերլուծությունն ասեմ։ Նա այլևս հստակ հասկացել է, որ ժողովրդի աջակցությունը չունի։ Երկրորդ տարբերակը մնում է վախի մթնոլորտ ստեղծի։ Ես ամեն ինչը արվում է այս ռեպրեսիաները, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծի, բայց ես վստահ եմ, որ հայ ազգը վախեցող չի եւ իր կամքը ցույց կտա եւ կդրսևորի։ ասում եք հայ ազգը վախեցող չի, առավոտից այստեղ ենք պարոն Սարգսյան, ինչ որտեղ գուցե տարակուսելի, ինչ որտեղ ձեզ համար վիրավորական է, որ այսպես մի ամբողջ թաղամաս սեփական տներով հարևանները բակից սուրճ են խմում, բայց որևէ մեկը չի հարցնում, այս ինչ է կատարվում, ինչու եք այսպես լցվել, ահածազորքով եւ այլն։ Այսինքն սա տիպիկ պատկերը չի այն իրավիճակի, որում մենք
Կանք։ Սիրիան բնականաբար մի թաղի բնակիչների մոտեցումով պետք չէ կարծիք կազմել ամբողջ ազգի հետ կապված, բայց ես վստահ ասում եմ, որ սա իշխանության կռիվ չի, սա կուսակցական կռիվ չի, սա մեր լինել չլինելու կռիվն է, դա մենք իմ ասելով չի, բոլորս տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Արդեն հասել ենք եկեղեցուն։ Պատգամավոր կա 4-ն են եկել։ Ընդդիմադիր պատգամավոր մեր տունն էին, 2-ը ուրիշ տեղ են, 4-ը ուրիշ տեղ են, բազմաթիվ ձերբակալվածներ կան եւ այդ ձեր մոտեցումը շատ սխալ է։ Կոնկրետ 2 պատգամավոր Արման Ղազարյանն եւ Աննա Գրիգորյանը խուզարկության պայից եղել են մեր տունը եւ ամեն խուզարկող այս պայն ցանկը ես չգիտեմ, բայց 15-20-ից ավել են, ամեն տեղ 2 պատգամավոր, տեսեք ինչ է կատարում։ Օրինակ ես նոր Facebook-ում որ տեսել, որ Գեղամ Մանուկյանը հենց հիմա գտնվում է Իգոր Սարգսյանի տանը։ 168-ին հարգելի հետևողներ, դուրս են տալիս արդեն Սրբազանի Սրբազան հայրին չէ կատարվում։ Սազան ջան, Հələ մի րոպե, վրեժ։ Ինչ է կատարվում։ արձանքները։ Ես էլ մտահոգվել եմ, ասում եմ, հարցը ինչու է։ Սրբազան ձեզ կալանավորում են։ Ամոթ չունը։ Все ворно. Բայց ասայքի համար չեք թողնում։ Հանդեր թողեք սրբազանին։ Пушим то, иди копчай того. Или ми варкани ки копчай того. Ми варканelo. Иди копчай того. Иди копчай того кезас. Първиме бенге тарки. Хузар банко. Лостер пазани ки битена. Или ми варка. Ми варка бан. Италу зерено зеки. Պատասխան չպետք է տան, ամոթ պետք է ունենա ոչ պատասխան։ Մի վարկա հակիշի։ Գրային կոմիո։ Հանգստացի, հանգստացի։ Արտուրը հանգիստո, ճամպատո։ Արտուր հանգստացի։ Սրբազան ձեզ կալանավորում են։ Ոչ էլ մնացած բան, մեր այս ճանապարհից կարող է դուրս բերել։ Չարիք լավ լսի։ Ինչ էլ որ սարքել իմնես, ինչ էլ որ ուզում ես անել, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Դիմացի կգան։ Նիկոլ Դավաճան! Նիկոլ Դավաճան! Հոգատու, Նիկոլ, մատասպոր։ Որս պարքես մարդում եք հարկոգան եմ արա։ Ուր է, տանում իրեն հրայք սարկավակ եվս տեղեկանցակ, իրեն եվս հայլին է ուր են Դեդո դա իսպորտ պիարա։ Վերման ենթարկեցին Սրբազան հորը։ Մեքենայի կողքերով։ Ողջին Վարազատյան։ Արդեն օպերները պիկապ էլ ունեն։ Սրբազան հորը բերման ենթարկեցին ԱԾԶՕ-ի եւ ոստիկանության ուղեկցությամբ, ինչպես տեսնում եք, տարբեր համարներով, օպերների մեքենաներով, այսպես եւ հարևանները նոր դուրս եկան։ Սա ամբողջ ընթացքում թաղի բնակչությունը ընդամենը լուր դիտորդ էր։ Վեց ժամ տունը խուզարկելուց հետո բերման ենթարկեցին Սրբազան հորը հրայք
Հրայր Սարգսյանին էլ տարան։ Հրայր Սարգսյանին են բերման ենթարկել։ ԱԾ-ի աշխատակցի հետևից են քայլում լրագրողները։ Հիմա Սարգսյանի վարորդին են բերման ենթարկում։ Մոսոյին էլ բերման ենթարկեցին։ Պարոն աղա Սարգսյան։ Ուրա Քրիստիկը, լսի, ինքը ԱԾ։ Ինչ հետ կանգնես, Վարազդա ջան։ Քեզ հասարուն չեն խանգարել, Վարազդա։ Մի վարկյան հեսիլած։ Վարազդա, մի քիչ էլ հետարի էլի։ Մենք շատ ենք պաստաբաննա, որին ներս էին թողել։ Ինչ էր կատարվում ներսում։ Տեսեք, խուզարկություն էր կատարվում, կար տատանի կողմից որոշում։ Կարծում եմ հերթական շոուներ, մասկի շոուներ ինչպես տեսակ, երեկվա պլանի հետ կապված Պարզ է, որ այսօր նմանատիպ գործողություն կատարվելու է։ Այսօր ձայնագրություններ են հրապարակել, պարոն Հարությունյան, Իսկ ինչ ներողությունների միջև հայտարարությունը ինչ են հայտնաբերել ներսից, որտեղ բավական արկղեր դուրս բերվեցին։ Հերորեն հետապնդելի առարկա չեն։ Ինչ են տարել, կասեք, եթե դա Մի բուռ մեղ են տարել, կոշիկի համար նախատեսված այս չափի կամ չգիտեմ, այդպիսի բաներ։ ճանապարհային չորիքներ հանել։ Մի հատ ահաբեկչության հետ կապված, ահաբեկող նյութը, որ կարող է սրբազանի տանը հայտնաբերեին, դա Հովհաննեսի հայտնության ապոկալիպսիսի նկարագրությունն է, այլ բան չէր կարող է դեռ։ Իսկ արկղերով ինչ էր Վարազդատ, որ տարան։ Արտուրը Սարգսյան ասաց, այդ ծխերից են Արտուրներ։ Այդ ծխերից են, որը յուրաքանչյուր քաղաքական ակցիայի ժամանակ լինում է, մանուշակագույն, եւ որը եթե հիշում եք ներկայիս վարչախումբը ազգային ժողովում 18 թվականին այսպես էր ծխում եւ Իսկ այդ մեխերը, որ ասում եք մի բուռ մեխ են տարել, դա հեգնում էիք, հա դե բայց ասում շատերը Ինչ հոդվածով է, ինչ է կատարվել, իրավական արդյունք։ Տեսել եք քննչականի հայտարարությունը, որքանով հասկանալի է, զանգվածային անկարգություններ, ահաբեկչություն, իշխանության զավթման փորձ, նմանատիպ Ժուլ Վերնյան ԱԾ տարվեց, թե քննչական կոմիտե։ Համեն դեպս մեքենաները ԱԾ-ի համարներով էին եւ ԱԾ-ն էր բերման ենթարկում։ Մասնակցում էր գործընթացը ապահովելու ավտոմատավոր դիմակավորված անձինք, մտածելով, որ ահաբեկիչներին ձերբակալելուց պետք է որ Ինչու 6 ժամ տևեց Վարազդատ։ Ներողություն, ինչու 6 ժամ տևեց։ Ամեն դեպքում ասացին, որ 7-ից մինչև 12 ամեն սենյակի, ամեն դարակի, խմբի հետ ժամանակ էին ծախսում, այդ ամենը արձանագրում էին, ամեն ծուխը նայում էին, հաշվում էին, տեսակ դուք Ընթացքում կերևա որ ճանապարհային երթևեկության երանգյունի նշան հանել է ներողությունից մի հատ երանգյունի նշան հանեցին ճանապարհային երթևեկության դա կարող են դիտարկել որպես են որ ճանապարհային ապակայունացնող վիճակ պիտի երթևեկության Կարծում եմ յուրաքանչյուր բարեխիղճ վարորդի մեքենայում այդպիսի նշան կա երբ որ ասում մեքենա խոտանվում է պետք է հանի դնի ես չգիտեմ նախկինում էս տանը ով է բնակվել ինչ նպատակներով է այդ նշանը, բայց ես գիտեմ, որ յուրաքանչյուր բարեխիղճ վարորդի մեքենայում այդպիսի նշան կա։ Դուք գնալու եք քննչական կոմիտե։ Հարությունյան, իսկ որևէ, այսինքն կարգավիճակ այս պահին Բագրատ Սեփազան ունի եւ նրա այդ մի հոգեվորականի եւս տարան նրա աննազգան նկասեք նա ով է։ Հրայր Սարգսյանն է եւ Մովսեսն է։ Կարգավիճակը դե այս պահին արդեն ձերբակալված է համարվում։ Վստահ եմ։ Կներեք, մի հետաքրքիր բան եմ ցույց տալիս։ Սրանք կանայք հատկապես կհասկանան, այս վիդեոն մի հատ։ Ասեմ ձեզ դա Պոլի շորի, այսինքն գետին հատակը մաքրելու կենցաղային սա էլ տարան։ Չգիտեմ։ Այսինքն ինչ որ մեկին սրանք սրա խոխողաների, որը յուրաքանչյուրի տանը կա,
բայց իրենք համարեցին դա Որի փայտ։ ձող, հա, այն դեպքում որ Պլաստմասան, որը շվաբրայի պոչ է։ կոտրի, որովհետև դա Իսկ բարդ քիչ է։ Սրբազանի հեռախոսը արգրավել է։ Այո, բոլոր հեռախոսները, բոլոր Ում գրիչները։ բերման ենթարկեցին Հրայր Սարգսակյանին, Սրբազանին, Հրայր Սարգսակյանին եւ Մովսես։ Ձայնագրություններ ազգանունը ծանոթացել եք ձայնագրությունների բովանդակությանը, որոնք տարածել է Ոչ, քննչական ես զբաղված եմ։ Գուցե հիմա Հարությունյան, առանձնացրել են Բագրատ Սրբազանի հետ, աջակիցների հետ տարբեր հատվածներ անհասկանալի տեղերից, այսինքն երիտասարդներ եթե ունեք, հավաքեք, թող օնլայն տիրույթում ակտիվություն ծավալեն։ Դա հնարավոր է այսպես ահաբեկչական սցենարի մաս համարել։ Եթե երիտասարդներին հորդորում են օրինակ ակտիվություն պահել։ Վստահաբար կարող եմ ասել ոչ։ Այս ողջ ժամանակահատվածում վերջի 1 տարվա ընթացքում քաղաքական գործընթացներ են եղել, ակցիաներ են եղել, տարբեր միջոցառումներ են եղել եւ այդ ժամանակ բարձր այդ ակտիվությունը անձանց այդտեղ որն է քրերն հետապնդել։ Բայց հիմա իրանք այս շոուի ատրիբուտները այսպես ապահովելու են, տարբեր այսպիսի բաներ են տարածելու, շղար ստեղծելու եւ իմիտացիա անելու համար, որ տեսեք ահաբեկչական խումբ է։ Այսինքն դուք պնդում եք, որ որևէ իրեղեն ապացույց այս պահին ոչ ես վստահ եմ, որ սա հերթական շոուն է։ Մենք այսպիսի շոուներ բազմաթիվ ենք ունեցել, նույն հայ-ահաբեկչական դաշնակցության հետ կապված տարին մեկ մի անգամ այսպես գնում են մարզերում բոլորին ձերբակալում են։ Հետո Բայց ահաբեկչության հոդվածի մեղադրում այս անգամ Խուդոյանին էլ տվեց։ Իդեպ Հովհաննես Խուդոյանին, որտեղ ամբողջովին Վարազդատի հետ են խոսել, Հովհաննես Խուդոյանին թույլ չտվեցին, պարոն Հաստաբան, Սերգեյ Հարությունյանի հետ, հենց նայր այս վերջին ժամերի ընթացքում։ Պարոն Հարությունյան, Մամիկոնյան, Մանթաշյանը որտեղ է, Գառնիկ որտեղ է Մանթաշյան։ Մանթաշյան, Գարաժմոլի մոտ, հա, հասկացանք։ Դիմակավորված